Ջրահեղձ եղած իրանցի երիտասարդների Համիդի ու Մեհդիի մարմինները ջրից դուրս բերելուց հետո ավելի քան 2 ժամ գետնին անձրևի տակ են մնացել։ Մեքենա չկա, ասել են ընկերներին։ Ավտո չկա տեղափոխման համար, 2 հատ ավտո ավել չի ու այտենց առօտվա 9:30-ը որ արդեն գնացել են, ստեղ են, նոր արդեն ավտոն եկա։ Առավոտյան 6:30-ին է եղել ողբերգական դեպքը։ Ականատեսը պատմել է, որ տղաներից մեկն անզգուշաբար ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է, որպեսզի փրկի, սակայն չի կարողացել։ Իրանցի տղաները վարձով էին ապրում Քանաքեռհեկի ջրամբարի մոտ։ Ստեղ ոնց որ աշխատում է, մեկը Yandex-ում աշխատում, մոտորով աշխատում, իսկ մյուսն էլ իր աշխատանքը sense մի քիչ խառ տարբեր գործեր անում է, շինարարական բանտես տարբեր գործեր էր անում։ Բա ոնց է ստացվում ընկել։ Ոնց որ եկել են մեկը այդ Մեթին։ Ինքը ոնց որ ընկել է ջուրը, մյուս իր ընկերն է, տարիներով ընկերներն են իրար հետ։ Եկել է որ իրան փրկի, ինքն էլ արդեն խորտակ բերա։ 25-ամյա տղաների մահվան մասին նրանց հարազատներից մեկին արդեն հայտնել են։ Իր եղբայր Պարսկաստանը, կապերն էլ կտրված է, sense կապերը չկա, հազիվ կարողացել ենք մեկի ընտանիքի հետ կապնվենք, լուր տանք, նոր մի կես ժամ առաջ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։